Աշխարհի top 3 ամենադեբիլ հարցերը։ Բա ինչքան փող ես աշխատում։ Մամայիդ է շատ սիրում թե պապայիդ։ Բա որ հրդեհ լինի ու կփրկես։ Փոշանը թե հարևանի երեխային։ Ինձ թվում է այդ հարցը մեզ տալիս է նույն այն մարդով փոքր ժամանակ մեզ ասում էր սկզեիր հարուստ լինեիր, բայց մազերի տեղը խառը կանաչի աճեր։ Իմ շանը, ես կփրկեմ իմ շանը։ Իսկ ավելի կոնկրետ այս սրան։ Ես ձեր համար Տուրգենևի Գերասիմը չեմ, որ իմ շանը սպանեմ անծանոթ ծյոծյայի համար։ Աբսուրդը այն է, որ այն մարդիկ, ովքեր որ իրենց բարի են համարում, փրկում են իրենց հորինված հարևանի հորինված երեխային, պատրաստ են իմ նման մարդկանց, ովքեր ընտրել են իրենց շանը, վառեն այդ հրդեհում։ Գիտը տուտե։ Ախր այդ մարդը ընտրել է հենց իր շանը։ Ինքը այդ շանը ընտրել է, պահել է, մեծացրել է, ապվել է վերջի վերջո այդ շան հետ։ Ու նույնն էլ շունը, այդ շան կյանքի իմաստը իրա տերն է։ Այսինքն մենք բոլորս միահամուռ ուժերով ընդունեցինք այն փաստը, որ Դեյներիսը 3 դրակոշների մաման է։ Օտորեցինք մեզ 8 սեզոնների ընթացքում այդ դրակոնների համար։ Բայց այն, որ ես այս միտիքի մաման եմ, այդ ոչ մեկ չի ուզում ընդունի։ Լավ, իսկ ինչի ոչ մեկը չի խոսում այդ երեխայի անպատասխանատու ծնողների մասին։ Ես չհասկացա, այդ երեխան իմ հույսով եք ունեցել։ Ես պիտի տիրություն անեմ ու դաստիարակեմ։ Եթե այդ երեխան այնքան փոքր է, որ չի կարա ինքը իր կյանքին հետևի ու հրդեհից փրկվի։ Ինչի է այդ երեխան տանը մենակ։ Ուր են այդ երեխայի հորինված ծնողները։ Մնացել են մյուս հարևանի շանը փրկեն հրդեհից։ Հասկացեք վերջի վերջո։ Ես ինքս եմ որոշել, որ պետքա շուն ունենամ։ Իմ շունը մինչև իմ կյանքի վերջ կլինի իմ պատասխանատվության տակ։ Լինի հարևանի երեխան, հարևանի պապը կամ հարևանի պապու կրյան։ Ես միևնույն է յուրաքանչյուր պարագայում կընտրեմ իմ շան կյանքը փրկելը։ Այս սրան։ Ու եթե անգամ այն խառը կանաչիների հարց տվող մարդը ինձ հարցնի, բա այդ դեպքում քեզ կփրկես թե շանդ, միևնույն է կընտրեմ իմ շանը։ Շնորհակալություն, որ դիտեցիք վիդեոս մինչև վերջ։ Ես պատրաստ եմ։ Վառեք ինձ։